Իրականում, եթե փորձենք մանրամասն ասել, թե քոլեջի ինչ տվեց, կարող է շատ երկար տևի, բայց եթե ամբողջ գաղափար ասեմ, քոլեջը մեզ տվեց արդյունավետ ու հետաքրքիր ուսումնառության պրոցեսի գաղտնիքները իմանալ, այսինքն մենք այստեղ սովորեցինք սովորել ու դա դարձնել հաճույք։ Մենք անում ենք այստեղ այն ինչ ուզում էինք, բնականաբար խելքի մոտ բաների մասին է խոսքը, ու երբեք չունենք ինչ-որ արգելքներ, մենք միշտ գիտենք, որ մեր ցանկացած գաղափար հաստատ կխրախուսվի, կաճացվի ու այդ մեզ ավելի է ողջունում, այսինքն մենք գիտենք, որ մեր ուսումնական պրոցեսը միշտ օգտակար է հաճելի է հետահամատեղված ու այնքան բաներ մենք փորձել այստեղ ու մասնագիտականից դուրս անգամ արել այդ ամեն ինչով այսպես ասած զարգացել, որ ես կոնկրետ կինոյի բաժնում և շարունակեցի ինստիտուտում, քոլեջում ստացած գիտելիքները ու այն նախաձեռնությունները, որ ուսումնական պրոցեսից դուրս անգամ մենք ունեցել ենք, ինձ շատ մեծ օգուտ են տվել։ Ես անգամ մտածում եմ, որ եթե քոլեջի այս 4 տարիները չլինեին, ես չկարողանայի այնտեղ դրսևորվել այդպես ինչպես հիմա դրսևորվել։ Շատ խնդիրներ ունենայի, այսինքն քոլեջը մի հատ հսկայական մեծ դպրոց էր, որ գուցեև անգամ մասնագիտությամբ շարունակելու դեպքում մեզ հաստատ շատ Իրականում քոլեջը ինձ տվեց նախ գիտելիքներ, շատ մեծ գիտելիքներ։ Ես սովորել եմ, ես էլ սովորել ենք ռեժիսուրա բաժնում քոլեջի, չնայած ես հիմա փոխել եմ դերասանական արվեստ եմ սովորում, բայց դա կապ չունի, միևնույն է հիմա իմ կուրսում, ինստիտուտում, արդեն ինստիտուտի 3-րդ կուրսում եմ սովորում, շատ պետք է գալիս ռեժիսուրան ու բացի ռեժիսուրայից, այսինքն բացի մասնագիտական, բացի գիտելիքներից, որը տվել է ինձ քոլեջը, ես անպայման ուզում եմ նշել այն ջերմ մթնոլորտը, որը այստեղ է տիրել։ Ուզում եմ անպայման նշել մեր բոլոր դասախոսական կազմին, ինչպես նաև պարոն Սանթրոսյանին, որ ամեն ինչում մեզ աջակցել է, միշտ խրախուսել է, միշտ մեր բոլոր նախագծերը, մեր բոլոր մտքերը իրագործվել է ու հենց իր շնորհիվ ա եղել ու այն ուսումնական շատ հետաքրքիր կյանքը, որը մենք ունեցել ենք, ինձ թվում է ես կյանքում չեմ մոռանա, մենք չենք մոռանա ու երևի հիմա, որ ինձ ասում են, որն են քո լավագույն տարիները, ես անպայման ու հենց միանշանակ նշում եմ քոլեջի այս 4 տարիները, որովհետև դրանք անմոռանալի էին։ Հիշողություններ եմ ունեցել շատ։ Մեր կուրսում, այսինքն ինչ-որ իրադարձություններ էին տեղի ունենում, դա հիշվել է։ Իրականում այս ցանկությունը, երևի շատ երեխեքի մոտ ալինում, հատկապես երբ որ դու տեսնում ես ուսանող դասախոս հարաբերությունները քոլեջում ինչպիսին են, որովհետև մեր քոլեջում բոլոր դասախոսները շատ լավն են, շատ պատրաստական ու շատ ընկերական, այսինքն ես երբեք այդ խիստ լարված վիճակը չեմ զգացել ու միշտ փոխադարձ այդ ցանկությունը եղել է, որ ես մտածեմ, իսկ եթե ես մի օր լինեմ դասախոս, ու ցանկություն եղել է դա քոլեջի տարիներից ու նաև կա հիմա, բայց միշտ ես գիտակցում եմ պատասխանատվությունը, որը լավ ու կրթված դասախոսը պետք է ունենա իր ուսանողների, իր ուսանողների առաջ, այսինքն կա ցանկություն, բայց ինչքան մեծ է ցանկությունը, այնքան մեծ է պատասխանատվությունը ու ես գիտեմ, որ ես երբ կամ իմ սիրելի քոլեջը, հիշելով ինչ կրթություն ես այստեղ ստացել, ինչ վերաբերմունքով ես արժանացել, պիտի իմանամ, որ ես 100-ը չէ, 200-300% պատրաստ եմ, իմ գիտելիքները ճիշտ ձևով փոխանցել ուրիշների, ունեմ բավարար գիտելիք, որ այս ոլորտի մեջ մարդիկ ինձնից ստանան հավաստի գիտելիքներ, որովհետև հատկապես ռեժիսուրան, դե ես հիմա ավելի կինոյի գծով, բայց ինքնուրույնությունը շատ լավ ոլորտ է։ Դու պետք է պատրաստ լինես ու կարող լինես այդ ամեն ինչը փոխանցել, այսինքն երբ լինի այդ երկուսի հնարավորությունը, երբ գիտելիքներով և փորձով ես ունենամ այդ պատրաստականությունը, ես շատ ուզում, որովհետև քոլեջ վերադառնալ թերմս դասախոսի կարգավիճակով էլի մեծ հաճույք է ստանում։ Ես լրիվ համաձայն եմ Սոնայի հետ ու հատկապես պատասխանատվության մասով, որովհետև մանկավարժությունը այդքան հեշտ չի։ Ես իրականում մի անկեղծ խոստովանություն անեմ, շատ ոգևորվեցի այս դասից հետո, որովհետև մինչև այս մտածում էի, որ մանկավարժությունը չափից դուրս մեծ պատասխանատու գործ է, բայց երեխաներին տեսնելով, որ իրանք շատ ոգևորված են, որ իրանք լավն են, շատ լավն են, ու իրանք ուզում են սովորել, ու նաև իրանք ոգևորված են մնացած երիտասարդ ու դասախոսներով, որոնք նոր են եկել, օրինակ շատ նշեցին ու գովեցին ընկեր Միշային, ընկեր Հարութին,
իհարկե չմոռանալով նաև մյուս ավելի ավագ սերնդի դասախոսներին, միևնույնն է, ես զգացի, որ իրանք շատ կարիք ունեն ակտիվ ուսումնական process-ի, որովհետև դրանից իրենք են ոգևորվում ու դրանից ես որպես այս պահին ուսանող, այսինքն ես դեռ դասախոս չեմ, ես ընդհանրապես եկել եմ իմ ունեցած շատ փոքրիկ փորձով կիսվելու իրենց հետ։ Զգում եմ, որ շատ հետաքրքիր կլինի մեր համագործակցությունը, եթե նման հնարավորություն ընձեռնվի, բայց նաև շատ վախենալու է, շատ, որովհետև ելի եմ ասում, ոնց որ Սոնան ասեց, պատասխանատվությունը շատ մեծ է։ Դու երբ որ երեխային ինչ-որ բան ես ասում, ինքը սպունգի նման իրականում կլանում է, հատկապես այդ տարիքում, երբ որ ուսանողը շատ բաց աչքերով, շատ վառ աչքերով նայում է ու սպասում է, թե դու ինչ ես իրեն ասելու, ու ընկալում է դա, վերցնում է ու իր համար դա ճշմարտություն է ընդունում որպես։ Այսինքն շատ կարևոր է քո ունեցած գիտելիքները չասել այնպես, որ ուսանողը դա անցալի որպես իրողություն, ճշմարտություն ու իրականում դա դուրս գա, որ այդպես չի։ Այսինքն դու սխալ ինֆորմացիայով իրեն լցնես։ Այդ իմաստով է շատ վառ։ Ոյ, այսօրվա դասը իրականում ոնց որ նշեցանել, մեզ շատ տպավորել, ոգևորել է, որովհետև ինքը երկուստեք process է մեր համար, հատկապես իմ համար, որովհետև դերասանական վարժանքներ էին ընդհանուր, ես հիմա դերասանությամբ այդքան չեմ զբաղվում ռեժիսուրայով, բայց ոնց որ մենք եկել ենք այստեղ մեր հարազատ քոլեջ ու մենք մեզ այստեղ հիշում ենք որպես ուսանող, որպես երեխեք, որ միշտ այսպես ինչ-որ հավես դասեր են անցկացրել, բոլոր սարանդուղիների կողքերով անցնենք, այդ բաները հիշելու ենք։ Ու հիմա մենք ենք վերադարձել, մենք դեռ ունենք ուսանողի կարգավիճակում, բայց ոնց որ ինչ-որ փոքրիկ դասախոսական պաշտոնյայի կարգավիճակում էինք, ու այնքան հաճելի էր, նոր երեխեք, նոր դեմքեր, ոնց որ հինը նորը խառնված իրար, ու մեզ ամենաշատը ինձ թվում է երկուսը դուր եկավ այդ ոգևորվածությունը, որ մենք տեսնում ենք, որ իրականում ինչքան մեր երկրի վիճակը պարտադրում է կամ գուցե հուշում է, որ պիտի ուսումնական process-ն մի քիչ վատացած մեռածնի, բայց դուք այնքան լավն եք, այնքան ոգևորված եք, որ դրանից մենք ենք ոգևորվում ու իմ ցանկություն կա մեծ նորից գալ ձեր զրուցել, թեկուզ այլ ոլորտներից, թեկուզ կինոյից, թեկուզ թատրոնից, թեկուզ այլ ֆորմատի դաս անցկացնել, բայց հենց այդ էմոցիաներն են ու հենց այդ վառ ինչ-որ հիշողություններն են, որ հաստատ մեր մեջ ունենալա, որովհետև ես շատ լուծվեցի ձեր էլեմենտներով։ Ես ինչպես նշեցի, երեխաները իսկապես շատ լավն են։ Այն դադարից հետո, որը եղավ երկրում, այսինքն կորոնայով պայմանավորված, պատերազմով պայմանավորված, դրանից հետո ոնց որ ամեն ոլորտ դադարի մեջ լիներ։ Ու այդ դադարից հետո ես զգում եմ ոնց է քոլեջը վերակենդանացել, ոնց է շունչ արելու այդ ամեն ինչը ընդհանրապես ուսանողների միջոցով է, իրանք այնքան կյանքով լեցուն են ու այնքան շատ են ուզում սովորել, ու դա զգացվում է, որ այդ ամեն ինչը արդեն քոլեջին շունչ է տվել ու իսկապես շատ տպավորված եք դասից։